Դատախազության շենքի մոտ արդեն ավանդական դարձած ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել մեկուսարաններում պահվող քաղաքական գործիչներին եւ ընդդիմության համակիրներին։ Քաղբանտարկյալների արկայությունը մեր երկրում դա ամոթ է։ Մենք պայքարում ենք ազատ խոսքի եւ մարդու ազատությունների համար։ Ակցիայի մասնակիցների կարծիքով իրենց համար պայքարը արդեն տվել է արդյունքներ եւ հերթով մեկուսարաններից ազատ են արձակվում ընդդիմության համակիրները։ Իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել եւ ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել։ Սա ընդդիմության հաղթանակն է։ Քաղբանտարկյալների ազատ արձակման առանձին դեպքերը հասարակական ճնշմամբ չի պայմանավորում ակցիայի մեկ այլ մասնակից Սարդարապատ շարժման հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Իրենց համար հասարակության գարձիկը ոչ մի բան չի նշանակում։ Սեֆիլյանը համոզված է, որ իշխանությունը քաղբանտարկյալներից ազատվում է արտաքին ուժերի ճնշման արդյունքում։ Ոչ միայն արևմուտքի, ես գասե նույնպես Ռուսաստանի։ Իսկ ընդդիմության առայժմ շոշափելի հաջողությունների չհասնելու պատճառը ամենևին էլ քաղբանտարկյալների անազատության մեջ գտնվելու հանգամանքը չէ։ Գլխավոր պատճառը մարդավարական է եւ ինչու՞ չէ նաեւ ընդդիմության բեմահարտակում կանգնած մարդկանց որակական հատկությունները։ Իդեպ նա նկատեց նոր անկախ Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմության հիմնական թերությունը։ Շատ են կարևորում դրսի կորձոնի հանգամանքը, հեսա դրսից ճնշելու են, դրսից բարդատրելու են։ Դրսի գործոնը պետք է նկատի առնել, սակայն հիմնական հույսը եւ հենարանը պետք է լինի ժողովուրդը, պետք է հենվել ժողովրդական ներուժի վրա, ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ Մի անգամ մենք պետք է որոշենք, հայերս պետք է, հայերից ճնշման ներքո պետք է լինի փոփոխություն, որակական փոփոխություն այս դեպքում եւ համագարկային փոփոխություն։ Ակցիան անցավ խաղաղ առանց միջադեպերի։ Դիանա Մարկոսյան, Հասմիկ Ֆարոյան, IPV